Եվ 2023 թվականին այդ դուք եք, որ մեղադրում եք ինձ, որ այս սահմանները փակել են, որ ժողովուրդը չգա Արցախ, Ղարաբաղի ժողովուրդը չգա Հայաստան։ Եվ ինձնից պահանջում եք, որ սահմանները բացեն, եւ ասում եք, որ հատուկ փակել է, որ Ղարաբաղի ժողովուրդը չգնա։ Հիմա եկել եք ստեղ ասում եք, վայ, բա մենք ուզում ենք վերադառնալ։ Բա մենք Հայաստանի քաղաքացիների աշխատած միլիարդներ ենք ծախսել, որ դուք այնտեղ մնաք։ Բա ինչի՞ չեք մնա։ Ես ձեզ հետ կխոսամ տենց։ Ես տենց կխոսամ ձեզ հետ տենց։ Ու այս քարտեզի մասին տենց համահարանքով չխոսակ։ Որևէ մեկը կխոսեմ տենց ձեզ հետ բարձր։ Ուրեմն մյուս անգամ չփորձեք ասեք, որ փախածներով չփորձեք ասեք, որ ես Ղարաբաղ եմ տվել։ Ղարաբաղցի, Արցախցի է գտել, ովքեր ձեր իշխանաաժողովներ են անում, էլ չի նշանակում, որ բոլոր արցախցիները լսեք, տասնյակ հազարավոր քաղաքացիներ մենք չստիպեք, մենք չտրանք, մենք շատ ուշանում ենք։ Վերջին կանգ առնա։ Տասնյակ հազարավոր քաղաքացիներ, տասնյակ հազարավոր ղարաբաղցիներ այսօր Հայաստանի քաղաքացիություն են ստացել եւ բնակավորվում են Հայաստանում։ Այդ մարդկանց իզուր Մինչև էլ կապույտ անձնագրերում եք Հայաստանի Հանրապետության, որը անձնագիր է ու ոչ ճամփորդական փաստաթուղթ։ Այո։ Իգիտություն ձեզ մեծ։ Ես գիտեմ իգիտություն ձեզ եւ դա Հայաստանի Եթե մարդիկ նորից քաղաքացիություն են վերցնում, դա նշանակում է, որ իրենք միշտ ճար չունեն։ Մարդիկ առանց գործ ապրում են, բարձ են տալիս, մարդիկ ցանկանում են գոնե չին բնակ մարդից օգնել, ուզում դա է պատճառը։ Ոչ թե մարդիկ գտնում են, որ իրենք Հայաստանի Հանրապետության քաղաքացի չեն, իհարկե նորից քաղաքացի։ Լսեք, մարդիկ, ուրեմն ես մենակ մի բան եմ խնդրում ձեզ, մենակ մի բան եմ։ Այդ բանդախտության բանը միտումը պետք է անել, պետք է հանդարտվել, պետք է այս երեխուն պետք չի բանդախտության։ Այս երեխան Ունենա։ Այդ երեխան ապրելու է Հայաստանում։ Երեխան ապրելու է Հայաստան։ Եվ իմ խնդրանքն է, պետք չի երեխայի մեջ բանդախտության գեն մտցնել։ Ես էլ բան չեմ ասել, մի դուս եք, հանդիստ եք կողմից։ Հայաստանի Հանրապետությունն է դա։ Հայաստանի Հանրապետությունն է իր երկիրը։ Ոչինչ, լինում, աստիճված է։